Ֆոն դեր Լայենը Հայաստան է եկել Ադրբեջանից, Ալիևի հետ էլ է ունեցել հանդիպում, հայտարարություններ են հնչել, որպես փորձագետ, չգիտեմ, ես չեմ հանդիպել, բայց Ռուսաստանից եղել է արձագանք։ Ռուսաստանից չի եղել արձագանք, ես չեմ կարծում, որ կլինի, որովհետև ինչպես եւ նախկինում հիմա էլ պնդում եմ, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշման լծակներ Ռուսաստանի Դաշնությունը այս պայծրությամբ չունի։ Ավելին վերջերս ես տեսա, որ նրանք փորձում են Ադրբեջանի հետ պայմանավորվածության գալ, որպեսզի նրանք թույլ տան Ադրբեջանում պահվող եւ դատապարտված 8 թե 9 Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հետ վերադառնալ Ռուսաստան։ Հիշում եք վերջին 1 տարվա ընթացքում լարված իրավիճակ կար Ռուսաստան-Ադրբեջան համատեքստում եւ երկկողմանի այսպես ճնշման փորձեր էին արվում այդ երկու երկրներում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, իսկ Ռուսաստանի դեպքում արդեն Ադրբեջանի տարատեսակ քաղաքացիների դեպքում չենք լսի նաև ճնշման այդ իմաստով տարբեր հայտարարություններ նույն Ղազախստանի հասցեով թեպետ եւ օրեր առաջ Ղազախստանի ղեկավարը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գտնվում էր Եվրամիությունում եւ Եվրամիության հետ կոնկրետ պայմանավորվածությունների եկան ռեսուրսներ, տեխնոլոգիաների այսպես հանդեպ, այսպես ասած, այսինքն նրանք ստանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ եւ տրամադրում են դրա համար արդեն ռեսուրսներ, բայց Ռուսաստանից կրկին այս առումով հայտարարություններ չհնչեցին, կրկին էլի պատճառներից հիմնական պատճառներից մեկը նրանում է, որ Ղազախստանի նկատմամբ ռեալ ճնշման լծակներ Ռուսաստանի Դաշնությունը չունի։ Այսօրվա դրությամբ, եթե տեսել եք, ապա Ղազախստանից Ռուսաստանը բենզին էր խնդրում առնվազն, մերժում ստացավ վաճառքի իմաստով, բայց ստացավ մարդասիրական օգնություն։ Ուզում եմ հիշել վերջին անգամ երբ Ռուսաստանի Դաշնությանը մարդասիրական օգնություն տրամադրել ինչ որ հաշվով։ Այնպես որ այստեղ կա հստակ այդ նույն լոգիկան, այսինքն գործում են նույն լոգիկան, նույն տրամաբանությունը, քանի դեռ մենք ունենք կրիտիկական կախվածություններ Ռուսաստանի Դաշնությունից, նրանք մեզ շարունակելու են դիտարկել իրենց ազդեցության գոտու մաս իբրև, այսինքն կայսերապաշտական ինչ-որ նկրտումներ ունենալ Հայաստանի Հանրապետության դեմ, այն պահից ի վեր, երբ որ Հայաստանի Հանրապետությունը այլևս չի ունենա այդ կրիտիկական կախվածություններ, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը կսկսի նայել իբրև բնական պարտնյորի հենց այս նույն ռեգիոնում։ Շատ լավ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այդ այցին զուգահեռ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում Մայր Հայաստանը եւ Հայաքվե այդ նախաձեռնությունը քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով։ Հետաքրքիր է, որ նրանք քննադատում են Եվրոպական միությանը, եվրոպական կառույցներին, բայց միաժամանակ ակնկալում են, որ քաղբանտարկյալներին, եթե իհարկե դուք կհամաձայնեք այդ տերմինի հետ, քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերով դիմել։ Եկեք նախ հասկանանք քաղբանտարկյալ տերմինի նշանակությունը առնվազն միջազգային համատեքստում ինչ է։ Քաղբանտարկյալ ասելով առհասարակ միշտ էլ հասկացել են մարդու, ով բանտարկված է իր քաղաքական հայացքների համար։ Խնդրում եմ ցույց տվեք մեկին այն մարդկանցից գոնե առնվազն ում նկարներով շրջում էին այդ մարդիկ, ով բանտարկվել է իր քաղաքական հայացքների համար։ Արմեն Աշոտյանը կոնկրետ ներգրաված է երկու քրեական գործերով, որոնք գործ ունեն ոչ թե նրա հայացքներով պայմանավորված հայտարարությունների հետ, այլ կոնկրետ գործողությունների հետ, որոնք ենթադրում են կոռուպցիոն ինչ-որ սխեմաների մեջ թաթախված լինելու անգամ։ Հիմա դա ինչքանով կապացուցվի դատարանում, ինչքանով չի ապացուցվի, բայց այստեղ կոնկրետ քրեական գործ կա։ Այսինքն խոսքը նրա մասին չէ, որ Արմեն Աշոտյանը գտնվում է ճաղերի ետևում իր քաղաքական հայացքների համար։ Բնավ նույնը, եթե նայում ենք Չալաբյանի դեպքով, հա, մարդը կոնկրետ հստակ արձանագրված եւ հրապարակված ձայնագրության համաձայն մեղադրվում է նրանում, որ օգնում է փաստացի Ռուսաստանի Դաշնության ինչ որ գաղտնի ծառայությունների ներկայացուցիչներին, թե չեմ հիշում տեղական կառավարման այսպես մարմինների ներկայացուցիչներին, օգնում է, հուշում է, թե ինչպես ճնշել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այնտեղ բնակվող հայերին առասարակ, որպեսզի նրանք գան եւ Հայաստանում քվեարկեն այն ուժերի օգտին, որոնք ներկայացնելու են Ռուսաստանի Դաշնության շահերը Հայաստանի Հանրապետությունում կամ առնվազն ֆինանսական օգնություն ցուցաբերեն այդ իմաստով։ Սրա որ մասն է քաղաքական հայացքների համար ճնշում։ Հարգելի Էլիզա։ Շնորհակալություն։ Տիկին Ուխիկյան, Սահմանադրական դատարանից ինչ որոշում եք ակնկալում կամ կանխատեսելի է ինչպիսի որոշում կկայացնի։ Չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, մնաց 2 օր։
առնվազն որպեսզի սպասենք եւ տեսնենք, բայց այս օրերին թերևս այն բոլոր մարդիկ, ովքեր հետևել են ընթացքին Սահմանադրական դատարանում տեղի ունեցողի, նիստերի եւ այլնի, ապա կարծում եմ նրանք տեսան պերճանքը եւ թշվառությունը առնվազն մեր ընդդիմության այն իմաստով, որ բոլոր այն մեղադրանքները, որոնք նրանք փորձել էին դնել այսպես այս բողոք դիմումների հիմքում, իրականում ավելի շատ քաղաքական բնույթ ունեն, քան թե ռեալ ինչ որ հանցակազմ, հա, եթե կարելի է այդպես ասել, այնպես որ չգիտեմ ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, բայց ես չեմ կարծում, որ այնուամենայնիվ Սահմանադրական դատարանը կչեղարկի ընտրությունների արդյունքները առնվազն այս մասով։ Ենթադրություն է սա իհարկե, բայց այնուամենայնիվ այնտեղ գոնե մարդու համար, ով իրավաբան չէ, հետևել է ողջ ընթացքին, լսել է բոլոր հիմնավորումները եւ այլն, չկար այն հիմքային կամ հիմնական այն պատճառը, որը թույլ կտար ընտրությունները չեղարկելու։ Երկրորդ մասով արդյոք նրանք 3 թե 4 տեղամասերում վերընտրություն կնշանակեն, թե ոչ, դա կտեսնենք առաջիկա մի քանի օրերի ընթացքում, բայց դա շատ բան չի փոխելու առնվազն նույն ազգային ժողովում ներկայացվածության իմաստով։ Նույն Բարգավաճ Հայաստանը, որը չի հայտնվել ազգային ժողովում ընտրությունների արդյունքներով, գուցեև ստանա հնարավորություն վերընտրությունների արդյունքում հայտնվելու ազգային ժողովում, եթե իհարկե Սահմանադրական դատարանը նման որոշում կայացնի, իսկ այդ առումով ես կասկածներ չունեմ, որտեղ ընդդիմությունը արդեն իսկ հայտարարություններով է հանդես գալիս, որ իրենց կողմնակիցներին հորդորելու են, որպեսզի նրանք գնան եւ քվեարկեն Բարգավաճ Հայաստանի օգտին, որպեսզի նրանք հայտնվեն ազգային ժողովում։ Այսինքն տեղի է ունենալու այն տակտիկական քվեարկությունը, որի մասին խոսում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մեկնաբանությունները տարբեր են, թե ինչու են այս ուժերը դիմել Սահմանադրական դատարան եւ վիճարկում ընտրությունների արդյունքները։ Ոմանք սա կապում են ուղիղ Ռուսաստանից չունեցած հրահանգի հետ, այսինքն ժամանակ են շահում, մյուսները պնդում են, որ պլան մինիմումը Բարգավաճ Հայաստանի խորհրդարան խցկելն է, բայց ինչ է տալուս ըստ էության Բարգավաճ Հայաստանի խորհրդարանում հայտնվելը եւ Ռուսաստանի հետ կապը, որքանով եք դուք կիսում։ Ըստ իս նրանք կարծում են, որ եթե ներկայիս իշխանությունները չունենան 3/5 ներկայացված չլինեն 3/5-ով, հա, խորհրդարանում, ապա դա նրանց թույլ չի տալու անել մի շարք նշանակումներ, այդ թվում նաև դատախազի, մի շարք այլ մարմինների ղեկավարների եւ այլն, բայց այդ դեպքում ստացվում է, որ բոլոր այդ նշանակումները, որոնք այսօր արվել են ներկայիս իշխանությունների կողմից, պարզապես կմնան անժամկետ ժամանակավոր պատասխանատուների կամ դերակատարների տեսքով։ Բան չի փոխվելու այդ իմաստով, կբարթանա ինչ որ չափով ներկայիս կառավարության գործը անշուշտ, որովհետև տարբեր իմաստներով ընդդիմությունը ամեն ինչ անելու է, որպեսզի խանգարի իշխանությունների բարեփոխումների ծրագրերին, հատկապես նույն դատական համատեքստում, դա խնդրահարույց է, ըստ իս առհասարակ ներկայիս ազգային ժողովը խնդրահարույց է, պայմանավորված այն որակով, որ մենք ունենք ձևավորված նույն ընդդիմության համատեքստում, բայց դե հիմա ունենք այնինչ ունենք։ Ես չեմ կարծում, որ այս իմաստով այս պահին հնարավոր է ինչ-որ բան անել։ Իշխանությունները եթե ժամանակին անսայն նույն քաղաքասարակության մի շարք ներկայացուցիչների կոչերին եւ այլն, ապա նրանք առնվազն այն որոշումները, որ այսօր են ուզում ընդունած լինել, հատկապես նույն ընտրական туриզմի համատեքստում եւ այլն, պիտի որ կայացրած լինեին ընտրություններից առաջ։ Բայց դե հիմա, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի եւ երբեմն էլ լավ է ուշ, քան երբեք։ Հիմա եթե այս ուժերը վերցնեն մանդատները եւ գնան խորհրդարանում աշխատելու, նոր խորհրդարանը ինչպես է վարվելու սահմանադրական փոփոխությունների այդ պահանջի հետ Ալիևյան, այսպես ասենք։ Առնվազն իշխանությունները չեն ունենալու հնարավորություն միանձնյա այդ որոշումը բերելու եւ այդ փոփոխությունների իրականացնելու պայմանավորված նրանով, որ չունեն սահմանադրական մեծամասնություն։ Եվ դա ձեռնտու կլինի իշխանությանը։ Դա ձեռնտու է լինելու ընդդիմությանը առաջին հերթին, որովհետեւ այդ դեպքում այսպես համապարփակ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ գոնե այսօրվա համատեքստում ըստ նրանց հնարավոր չի լինելու, ինչը թույլ կտա ձգձգել ավելի շատ process-ը, ինչը թույլ կտա նաև Ռուսաստանի շահերը ներկայացնողներին ավելի վոկալ եւ ավելի բարձր ձայն ունենալ, հա, նույն ազգային ժողովում, նույն ռուսական նարատիվներն ենք շարունակելու այս ընթացքում լսել եւ այլն, բայց ես կարծում եմ, գիտեք, սա էլ նման է մի իրավիճակի, երբ պատկերացեք Տիտանիկի տարբերակում ինչ որ մեկը ձեզ փորձում է համոզել, որ Տիտանիկը արդեն երբ Տիտանիկը խորտակվում է, ձեզ փորձում են համոզել, որ Տիտանիկը շատ ավելի լավ նավ է, քան նույն Եվրամիության դեպքում, չգիտեմ ինչ այլաբանությամբ կարող ենք հանդես գալ, պետք է Տիտանիկի այսպես
Տիտանիկի վրա մնալ։ Այսինքն ինչ է նրանք առաջարկում մնալ մի նավի վրա, որը խորտակվում է անգամ ռուսական տարբեր իդեոլոգների, փորձագետների եւ այլների այսօրվա այսպես վերլուծությունների համատեքստում կարող ենք տեսնել, որ նրանք այսօր լուրջ խնդիրներ ունեն, որոնք գոնե առնվազն այսօրվա համատեքստում լուծելի չեն եւ գնալով խորանում են։ Հիմա ինչ են առաջարկում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն էլ խորտակվող նավի հետ միասին խորտակվի, այսինքն անգամ եթե Ռուսաստանը իրենց իսկ բնորոշմամբ շատ լավն է, շատ լավ գործընկեր է, մի կողմ դնենք բոլոր այն օբյեկտիվ իրողությունները եւ խնդիրները, որ մենք ունեցել ենք Ռուսաստանի հետ, բայց հիմա Ռուսաստանը խորտակվում է։ Ուզում են Հայաստանին էլ Ռուսաստանի հետ տանեն դեպի խորտակման, չեմ հասկանում այս դրամաբանությունը, բայց ինչևէ ունենալու ենք այս խնդիրը եւ կարծում եմ առաջիկա տարիներին լսելու ենք այն նարատիվները, որ լսել ենք ցայսօր։ 4 տարի հետո նոր Ռուսաստանը կարծես թե զգում է պատերազմի հետևանքները, կարելի է այդպես ձևակերպել եւ եթե 4 տարի հետո է զգում, ապա գնալով իրավիճակը ավելի է բարդանալու եւ մենք ինչ սցենարների կարող ենք ականատես լինել։ Կարծես թե 4 տարի հետո ուկրաինացիներին հաջողվել է գտնել այն ցավալի ուղղությունները, որոնք Ռուսաստանին իսկապես ռեալ խնդիրների առաջ են կանգնեցնում, այստեղ նավթավերամշակման գործարանների մասին է հատկապես խոսքը, որը Ռուսաստանին այսօր լուրջ ճգնաժամի առջև է կանգնեցրել, այնպիսի ճգնաժամի, որ նրանք ստիպված են բենզինի վաճառք խնդրել նույն Ղազախստանից կամ այլ պետություններից, այո, կամ այլ պետություններից առհասարակ։ Այն դեպքում, որ Ռուսաստանը առհասարակ նույն աշխարհում նավթի արտահանման տեսանկյունից թերևս ամենամեծ արտահանողներից մեկն է եղել ու այս իմաստով, վառելիքի իմաստով նրանք առհասարակ երբևէ խնդիր չեն ունեցել, այսինքն ռեալ խնդիր ունեն եւ սա ազդում է նաեւ իրենց կարողությունների վրա Ուկրաինայում իրենց ռազմական գործողությունները վարելու համատեքստում։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ մենք առաջիկայում կտեսնենք էլ ավելի կատաղի հարձակումներ կամ փորձեր առնվազն Ուկրաինայի նկատմամբ, որը գուցե ըստ նրանց հնարավորություն է տալիս ուկրաինացիներին վախեցնելու կամ ծնկի բերելու եւ այլն, բայց ուկրաինացիներն էլ կարծես թե վերագտել են իրենց վստահությունը կամ առնվազն հասկացել են, որ եթե շարունակեն իրենց ռազմավարությունը այս իմաստով Ռուսաստանի շատ ավելի հեշտ կլինի բերելու բանակցային սեղանի շուրջ եւ ոչ այն մաքսիմալիստական պնդումներով կամ պահանջներով, որ նրանք ունեին պատերազմը սկսելուց առաջ կամ պատերազմը սկսելու ժամանակահատվածում։ Ամփոփելով Տիկին Հոխիկյան, շատ է շահարկվում այս վերջին 2 օրերի ընթացքում այդ Իսրայելի կողմից, այսինքն կառավարության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծին հավանություն տալը, այն դեպքում, որ սա երկրի կողմից դեռևս պաշտոնական ճանաչում չէ եւ Հայաստանի իշխանությունները ենթարկվում են քննադատության իրենց լռության համար։ Մենք տեսանք միայն Փաշինյանի արձագանքը, որ ասաց Հայաստանի շահերից չի բխում մտնել այս զգայուն թեմայի զենքայնացման այդ գործընթացի մեջ։ Հիմա այն մարդիկ, ովքեր քաղաքականությունը չեն տեսնում այնպես, ինչպես փորձագետները, վերլուծաբանները, նրանց համար կխնդրեմ մեկնաբանեք։ Ինչու պետք է մենք չոգևորվենք, երբ մեր ցավոտ հարցը օգտագործում ենք քաղաքական նպատակներով։ Նախ պետք է հասկանանք, թե ինչ է սա մեզ տալու։ Ամենայն հարգանքով նույն Իսրայելի նկատմամբ եւ այլն, բայց ինչ է սա մեզ տալիս։ Ասենք թե եւս մի պետություն ճանաչեց պատմական իրողությունը, որը փաստ է։ Եթե նրանք չճանաչեն, մենք կասկածներ ունենք այդ առումով։ Հա, մենք կասկածում ենք, որ ցեղասպանություն է տեղի ունեցել եւ այլն։ Ինչ է տալիս այդ երկրների ճանաչումը մեզ, բացի նրանից, որ նրանք այս հարցը ռեալ գործիքայնացնում են իրենց անհրաժեշտ եղած ժամանակահատվածներում եւ իրենց նպատակների համար։ Օրինակ, այս դեպքում համատեքստը այն է, որ Իսրայելը պայծրության բավականին լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Եվ որpիսի նա կարողանա ինչ-որ ձեւով կսմթի Թուրքիային կամ բարկացնի, հա, ինչ է անում Իսրայելի կառավարությունը, որը դեռ Կնեսեթը չէ, ընդունում է բանաձև, որով ճանաչում է մեր ցեղասպանության հանգամանքը, որը նրանք հրաժարվում էին անել առնվազն իրենց գոյությունից հետո։ Թեպետ եւ տեղում մի շարք հրեաներ, նրանց տարբեր քաղաքական գործիչներ առանձին զրույցներում միշտ էլ նշել են, որ դա պատմական իրողություն է, բայց իրենց որևէ կերպ ձեռնտու չէ ճանաչել եւս մի ցեղասպանություն, որը կարող է ստվերել առհասարակ հոլոկոստի փաստը այս իմաստով։ Հիմա ինչու՞ պիտի Հայաստանը որևիցե կերպով առհասարակ այս իմաստով որևէ հայտարարությամբ հանդես գա։
ինչու մտնենք Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների մեջ եւ փորձենք այստեղ ինչ որ բան որսալ, հա, որ իրականում որսալու բան էլ չկա։ Ինչի համար շնորհակալություն հայտնենք, որ նրանք խնդիրներ են ստեղծում նաեւ մեր ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համատեքստում, սա մեկ։ Երկրորդ, տեսեք, նրանք այս որոշումը կայացրել են այն ժամանակ, երբ Կնեսետը շուտով գնալու է արձակուրդ, իսկ արձակուրդ գնալուց հետո տեղի են ունենալու նոր ընտրություններ։ Այսինքն փաստը, որ առհասարակ Իսրայելը կընդունի, հատկապես հաշվի առնելով նույն տարածաշրջանում տարբեր այլ երկրների հետ իր հարաբերությունները, որոնք նույնպես չեն ճանաչել Հայաստանի ցեղասպանությունը, եւ սա կարող է որոշակի լարվածություն մտցնել այդ հարաբերությունների մեջ, կարծում եմ զրոյական է։ Ես չեմ կարծում, որ Կնեսեթը այս կամ հաջորդ իր այսպես կազմով ընդունելու է, կամ սա առաջնային է լինելու Կնեսեթի համար, առաջնային հարցերից մեկն է լինելու, որ նրանք քննարկելու են եւ ընդունելու են։ Իսկ քանի դեռ սա չի ընդունվել, օրենսդրական նախաձեռնություն չի դարձել առնվազն, հա, խոսել նրա մասին, որ սա պաշտոնական ընդունում է, Եվ մենք էլ սպասարկելով Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ լռում ենք։ Այո, եւ ինչու պետք է խոսենք իրականում։ Առհասարակ ես կարծում եմ, որ շատ վաղուց էր պետք հրաժարվել առհասարակ միջազգային այսպես համատեքստով հետապնդելու ցեղասպանության ճանաչման այս օրակարգը։ Դա մեզ որևէ բան չի տալիս, բայց իրականում այդ բոլոր երկրներին, ովքեր ընդունում են կամ չեն ընդունում, նրանք դա օգտագործում են իբրև ճնշման լծակ մեր կամ Թուրքիայի նկատմամբ, երբ ոնց անհրաժեշտ կլինի առնվազն։ Մենք ի վերջո հանրապետություն ենք, պետություն ենք, որը որ պետք է դուրս գա առասարակ նմանատիպ հարցերի, այսպես հատկապես հարցերի, որոնք շահերի դիտանկյունից մեզ առնվազն վնասից բացի օգուտ չեն տալիս, միջազգայնացման այդ մոլուցքից։ Մեզ դա անհրաժեշտ չի, մենք գիտենք, որ եղել է ցեղասպանություն։ Միակ պետությունը, որ առնվազն Հայաստանի Հանրապետությունը թերևս պիտի գուցե ինչ-որ ձևով արձագանքի, եթե ճանաչի, դա Թուրքիան է, որովհետև իրականացնողը ցեղասպանության Թուրքիան է եղել։ Մնացած պետությունները թե կճանաչեն, թե չեն ճանաչի, դա մեզ որևիցե բան չի տալիս ռեալ, բացի լծակից կրկին այդ պետություններին, մեր կամ Թուրքիայի դեմ։